Ես կբերեմ մեկ օրինակ։ Մենք արդեն Լատվիայում էինք աշխատում, ես շինարարական մասի ղեկավարն էի եւ աշխատողներ էին անհրաժեշտ։ Փորձեցի նրանց Ուկրաինայից բերել։ Այնտեղից մարդիկ հավաքեցին, եւ քանի որ նրանք մեր երկրում օտարներ են, աշխատում են ոչ թե 8 ժամ, այլ ավելի։ Բացի այդ չէին խմում, եւ դա ղեկավարությանը շատ ձեռնտու էր։ Ես գնացի Ուկրաինա, հրավիրեցի մարդկանց, հավաքեցի, եւ ահա ինձ է մոտենում եկեղեցիներից մեկի հովիվը եւ ասում. «Խնդրում եմ, վերցրու նաեւ իմ տղային, վերցրու նաեւ իմ տղային, նա լավ մարդ է, նա լավ վարորդ է, աշխատում է բեռնատարների վրա»։ Բայց ես գիտեի նրա տղային, գիտեի։ Նրանց տանը մեկ անգամ չէ, որ եղել է եւ ճանաչում է այդ հովվի տղային։ Նա շատ լավ մարդ էր, բայց միևնույն ժամանակ, եթե ուրբաթ վերջացնում էր աշխատանքը, ապա երբեք սթափ վիճակում տուն չէր վերադառնում։ Նա երբեք հանգստյան օրերին սթափ չէր։ Երբ նստում էր ղեկին, 1 գրամ անգամ չէր խմում, բայց հենց իջնում էր ղեկից, սեփական ոտքերով չէր կարողանում տուն հասնել։ Ես գիտեի, որ նա հարբեցող է, խմում է, եւ վերցնել նման մարդու ու տանել աշխատանքի, որ նա այնտեղ էլ իրեն վատ պահի, չէ որ ես չէի կարող անընդհատ նրան։ Այնտեղ հիմնականում հավատացյալներ են աշխատում եւ ինձանից պետք է նեղանային, թե ինչու ես նրան բերել։ Ես հրաժարվեցի, բայց հայրը շատ խնդրեց։ Ես այդ եղբորը շատ էի հարգում, եւ մի անգամ էլ, երբ գնացի այնտեղ, հայրը նորից մոտեցավ եւ խնդրեց։ Ասացի՝ լավ, ասեք նրան թող պատրաստվի, ես այսինչ օրը պետք է գնամ արդեն, կմտնեմ, նրան նույնպես կվերցնեմ։ Այդ օրը գնացի, նա հարբած էր, չի կարողանում վեր կենալ։ Նրան դժվարությամբ արթնացրեցին եւ երբ ցեցինք տնից դուրս գալ, մտածում էի՝ Տեր Աստված, այսում եմ տանում, բայց նաեւ չեմ կարող մերժել այդ եղբորը։ Եվ այդ եղբայրն ասաց. «Չեք կարող առանց աղոթքի դուրս գալ տնից, եկեք աղոթենք»։ Ծնկեցինք եւ նրա տղան հազիվ մի կերպ նույնպես ծնկեց, աղոթեցինք, նստեցինք ավտոմեքենան եւ չգիտեմ, միգուցե դուք երբևէ հայտնվել եք նման իրավիճակում, ես առաջին անգամ էի։ Ավտոմեքենայում հնարավոր չէր շնչել։ Պատուհանները բացեցինք ու գնում ենք, բայց այլևս ոչինչ չենք կարող փոխել։ Նստել է հետևի նստատեղին, մեզ հետ են նաև այդ եկեղեցու ծառայողներից մեկն ով հովիվ էր եւ եւս մեկ եղբայր, 4 հոգով էինք, գնում ենք։ Արդեն Բելառուսիայում էինք, նա սկսեց մի փոքր ուշքի գալ, սթափվեց եւ սկսեց արդեն adekvat կերպով զրուցել։ Ես ասացի. «Ահա այստեղ ենք ու եթե ճանապարհը մի փոքր թեքենք, մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա մի գյուղ կա, որտեղ ապրում է մեր քույր Ուլիանան, ով Աստծո զորավոր անոթն է նաեւ։ Կցանկանայիք գնանք նրանց տուն աղոթելու, հարցնում եմ եղբայրներին։ Նրանք ասացին՝ շատ լավ կլինի, գնանք։ Ղեկը թեքեցի ու գնացինք։ Հասանք այդ քրոջ տուն ու ասացի՝ Գրիշա, արի մեզ հետ։ Ճիշտ է, նա այդքան էլ չէր ցանկանում, բայց քանի որ արդեն մեզ հետ էր, մտավ ներս ու նստեց մի անկյունում։ Ողջունեցինք միմյանց, ասացինք, որ անցնում էինք այս ճանապարհով եւ պարզապես մտանք աղոթելու, որից հետո կշարունակենք մեր ճանապարհը։ Դե եթե այդպես է, եկեք աղոթենք։ Մի քանի րոպե զրուցեցինք ու անցանք աղոթքի։ Հենց նոր էինք ծնկել, երբ Սուրբ Հոգին այցելեց Ուլիանա քրոջը։ Նա շրջվեց եւ ուղիղ գնաց այդ տղայի մոտ, կանգնեց նրա առաջ ու նրա շուրթերով Տերը խոսեց. «Որդիս, լսում եք, չէ՞ քույրեր, եղբայրներ, մենք որ հարբեցողին կարող ենք անվանել Աստծո որդի, հովիվ, մենք կարող ենք ասել, որ նա Աստծո որդի է։ Ես մտածում եմ, որ առաջիններից մեկն եմ, ով չի կարող այդպես մտածել։ Ես չէի հասկանում դա, չէի հասկանում։ Ու լսեցի. որդիս, ինչու ես կաղում երկու ոտքի վրա, եթե դու իմանայիր, թե որքան եմ քեզ սիրում, եթե դու իմանայիր։ Նա հեղեղվեց արցունքներով, նա պարզապես ընկավ գետնին եւ միայն արցունքներ էին թափվում աչքերից եւ նրան խոսք ասվեց։ Իսկ այդ պահին մեզ հետ եղող եկեղեցու հովիվը կանգնած մտածում էր. «Այ քեզ մարգարե,
այ քեզ մարգարե, իսկ դու պատմում ես, թե նա ինձ զորավոր մարգարե է, իսկ դու պատմում ես, թե նրա միջոցով Աստված ինձ զորավոր հայտնություններ է տալիս, իսկ նա անգամ չգիտի, որ սա հարբեցող է, ինչ մարգարե է սա, ինչ է Աստված հարբեցողին որդի է անվանում, եւ նա միայն ընդամենը մտածեց այս ամենը, քույրը կտրուկ շրջվեց դեպի նա, մոտեցավ ու ասաց. եթե ես քեզ քահանայական հագուստ եմ հագցրել, նա առաջին անգամ էր տեսնում այդ հովին, իսկ հովիվն էլ նրան, եթե ես քեզ քահանայական հագուստ եմ հագցրել, ապա քահանան տեսիլք պիտի ունենա, քույրեր, եղբայրներ, լսում եք, քահանան տեսիլք պիտի ունենա։ Նրանք առաջին անգամ են միմյանց տեսնում, բայց կենդանի է Աստված իր Սուրբ Հոգով։ Արթնացրեցին Քրիստոսին ու ասաց. հանդարտվիր, քամի, դադարիր, փոթորիկ, ինչու, որովհետև նա եկել է փրկելու, իսկ մենք այսօր այլ կերպ ենք որոշում։ Նա եկել էր փրկելու այդ հոգուն, հարբեցողին, եկել էր փրկելու, փառք նրան, իսկ մենք ենք որոշում։ Երբ այդ ծառայող եղբայրը լսեց այդ խոսքը, ծնկած տեղից ընկավ գետնին ու սկսեց աղաղակել. Տեր ներիր ինձ, Տեր ներիր ինձ։ Այնտեղ մեզ բոլորիս համար խոսք եղավ, գիտեք իմ թանկագիններ, մենք այնտեղից դուրս եկանք, նստեցինք ավտոմեքենան ու այլևս ոչինչ չենք խոսել։ Մեզ այլևս այդ հոտը չէր վախեցնում, լսում եք, չէ՞, շատ բաներ արդեն փոխվել, քանի որ մեքենայում նստած էր Աստծո զավակը, օ եղբայրս թանկագին, որքան կցանկանայի, որ այդ զավակներն այստեղ նստած լինեին, որպեսզի նրանք մեզ չխանգարեին ոչ իրենց վրայից եկող հոտով, ոչ իրենց արարքներով, որպեսզի մենք նրանց չգնահատեինք, ինչու, որովհետև մենք չենք փրկում, այլ Աստված է փրկում, իսկ մեր գործը Հիսուսին արթնացնելն է։ Ամեն։